նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa։ Lido Palms Resort and Spa առողջարան, հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք, ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center։ Երբ դուք տեսնում եք, որ ոզնին շատ անհանգիստ է, դա նշանակում է մեկ բան՝ նա փշերի վրա է նստած։ Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, AMJ հեռուստաընկերության եթերում Armenian Evening հաղորդաշարն է։ 5-շաբթի երեկոյան 22:30 արդեն իսկ ավանդույթ է դարձած, որ մենք միասին հանդիպում ենք եւս մի հայկական երեկո ենք միասին անցկացնում ճանաչված, սիրված, հետաքրքիր մարդկանց հետ։ Այսօր նույնպես լինելու է շատ սիրված հյուր։ Հետաքրքիր շատ իհարկե հարցազրույց ենք ունենալու եւ բնականաբար լսելու ենք իհարկե լավ երգեր, բայց դա քիչ ուշ։ Հիմա ինչ ենք անում մենք այս պահին, դուք այս պահին դիտում եք մեզ, մենք այս պահին ոնց որ ասած սկսում ենք։ Սիրելի հեռուստադիտողներ, սիրով ուզում եմ ներկայացնել այս պահին մեր նախագծի հովանավորներին եւ շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Armenian Evening նախագծի գործընկերն է 911 Detox Center կազմակերպությունը, որ օգնում է այն մարդկանց, ովքեր ունեն վնասակար սովորություններ, ունեն կախվածություն, օգնում եւ վերադարձնում է լիարժեք կյանքի։ Եթե ձեր շրջապատում կամ դուք ունեք նման խնդիր, ունեք վնասակար սովորություններ եւ ցանկանում եք ձերբազատվել, մտածելու կարիք չկա, որովհետեւ այստեղ մասնագետները ձեզ կօգնեն եւ ամեն ինչ կանեն, որպեսզի դուք արդեն ձեզ զգաք լիարժեք։ Հեռախոսահամարն է 409 9011։ Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, որը պարզապես համալիր չէ, ես միշտ դա նշում եմ, դա առողջարան է, որովհետեւ այստեղ կան լողավազաններ տաք հանքային ջրով, միջավայրը շատ հրաշալի է, շատ հարմարավետ համարներ եւ մի խոսքով լիարժեք հանգիստը վայելելու բոլոր պայմանները։ Այնպես որ եթե ունեք ազատ օրեր եւ չգիտեք ոնց անցկացնեք, որպեսզի այն լինի իրոք լիարժեք, ապա մտածելու կարիք չկա։ Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիր, հեռախոսահամարն է 760 329 60 33։ Ես շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկերներին եւ շատ արագ ընթերցեմ այսօրվա մեր նորությունները գրկված եւ արդեն ներկայացնեմ մեր հյուրին։ Կառուցվել է աշխարհի ամենաարագ մասնավոր սուզանավը։ Այդ սուզանավի արագությունը 2 անգամ ավելի արագ է սովորական սուզանավից։ Սակայն այստեղ մի հանգամանք, շատ թանկ է այս սուզանավը նստել սեփականատիրոջ վրա, որովհետեւ որոշ տվյալներով սեփականատերը սուզանավը կառուցելուց հետո սկել է պարտքերի մեջ։ Միացյալ Նահանգներում կին իր լողավազանում 180 կիլոգրամանոց կոկորդիլոս է գտել, որը որոշել է քնել այնտեղ։ Այսպես հեշտությամբ կինը կարողացավ խաբել իր ամուսնուն, համեմատելով իր սիրեկանին 180 կիլոգրամանոց կոկորդիլոսի հետ։ Մենք կվերադառնանք ընդամենը մի քանի վայրկյանից եւ սիրով կներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, այսօր Armenian Evening նախագծի հյուրն է սիրված երգիչ, հեղինակ, կատարող Հարութ Հակոբյանը։ Հարութ ջան, բարի երեկո։ Բարի երեկո, Արմեն ջան։ Ուրախ եմ, շնորհակալ եմ քեզ հրավերքը չմերժելու համար։ Շատ հաճելի է այսօր քո տաղավարին գտնվելը։ Այո, շնորհակալ եմ անչափ Հարութ ջան եւ կարծում եմ իհարկե հետաքրքիր հարցազրույց կունենանք մարդ, ով իհարկե երկար տարիներ արդեն այս պարեզում սիրված, ճանաչված, բազմաթիվ։ Ես իհարկե միշտ հարգում եմ այդ ձեր սերնդի, հա, մեր երգիչներին, որովհետև իրոք դուք մի շունչ եք տվել, մի
լեգենդար եք դարձել, որովհետև դա ինձ համար շատ անհամեմատ գնահատել է այն ինչ որ մենք ունեցել ենք։ Հիմա էլ կա իհարկե, բայց այդ է սկսվել է ձեզանից։ Շնորհակալ եմ Արմեն ջան։ Հարկ ջան, մեկ հարց, որը պարտադիր մեր հաղորդման սկզբից բոլոր հյուրերին տալիս եմ առաջի հարցը։ Ով է եղել այն մարդը կամ մարդիկ, որ տեսավ տաղանդը քո մեջ, քեզ մեջ։ Այսինքն, դա կարող լինել հարևան, դա կարող լինել ծնող, հա, ով էր այդ մարդը, որ ասեց այս երեխան պիտի երգի։ Իմ ծնողներն են։ Ծնողները, Ծնողներս են տեսել տաղանդը, իրենց պատմելով դե ես 3 տարեկան հասակս չեմ հիշում, ես մինչև երևի 5 տարեկանից եմ բաներ հիշում։ Ուրեմն իրենց պատմելով 3 տարեկանից ես սկսել եմ երգել։ 3 տարեկանից։ Ինչ որ մեր պարտեզում մի հատ ծառ ենք ունեցել, միշտ մագացել եմ ծառը ու սկսել եմ երգելու։ Ու տենց 4 տարեկանից դե ինձ երաժշտական են տարել։ Արդեն 4 տարեկանից։ 4 տարեկանից նախապատրաստման։ Հետո դրանից հետո գնացել եմ Լուսաշխի տանն եմ սովորել ուսուցիչների տունը երաժշտական 8 տարի։ Հետո Այսինքն ամբողջությամբ հա, փաստորեն դե չնայած ես իհարկե գիտեմ որ կրթությունը դասական է, չէ, եթե ես չեմ սխալվում, բայց մինչ դա, այսինքն 3 տարեկան իսկ յաս ծառը կարող է յասամանի ծառի տակ։ Չէ, յասամանի չէ, հաստատ թութի ծառ է, որտեղ թե թութի ծառը ու միջև այսօր կա, հետաքրքիր է, որ այդ գնացի Հայաստան գնացի մեր թաղերը, այդ ծառը միջև հիմա կա։ Իդե որ թաղամասերն էր, հարուր։ Նորարեշ։ Նորարեշ, հա։ Ես էլ այսպես ասեցի ենք ամատովի հիշում ես որ թութը թափ էինք տալիս այսպես ինչ լավ ժամանակ լավ հիշողություններ էր ամեն օր ծառերի վրա էինք հիմա մեկ-մեկ համեմատում ես այստեղի երեխաները վախենում են նույնիսկ ծառ բարձրանալ հիմա ծառել չի մնացել մեզ մոտ դեռ կտրում են սաղ ծառերը կտրում են ինչ կա չկա շատ լավ եւ փաստորեն հա դպրոց ավարտելուց հետո դե բնականաբար դպրոցում իհարկե արդեն ամբողջությամբ երաժշտության հետ այլ դա էլ մտածելու կարիք չկա հա այսինքն ինչ կրթություն պետք է ստանել թե դու ես գիտեմ որ դու արդեն տեղափոխվեցիք Միացյալ Նահանգներ չէ 15 տարեկանից այսինքն Չէ, 15, 14 էի, հələ 15 Այսինքն դեռ սովորում էիր դպրոցում։ Դե 8-ամյան ավարտել էի։ 8-ամյան ավարտել էի, բայց հետո էլ չկարողացա այնտեղ շարունակել, եկա Ամերիկայում շարունակեցի։ Այստեղ արդեն շարունակեցի։ Հարջան, գիտես, այն տարիքում ես եկել, որ այսպես են ասում, հա, սովորաբար, ասում են երեխան պետք է այնտեղ մեծանա Հայաստանում, այդ տարիքում գա նոր այստեղ։ Հիմա ոնց ստացվեց քեզ մոտ այդ տարիքում ավելի հեշտ եղավ, չէ, կարծում եմ, որովհետև ես իհարկե չեմ այսպես թերագնահատում կամ ինչ որ բան ասում, բայց ասում են երեխաները ովքեր մանկությունը հենց մեզ մոտ Հայաստանում են անցկացել, այստեղ ավելի հեշտ է այդ 14-15 տարեկանում մերվելը։ Իհարկե։ Ես համաձայն եմ դրանով, որովհետև եթե համեմատաբար անենք, ընդեղի 10-14-15 տարեկանը արդեն շատ բան գիտի։ Ասենք արդեն հասկացողություն ունի շրջապատը ինչ է, ընկերությունը ինչ է, մի քիչ ոնց որ ավելի արագ են այնտեղ։ Արագ են ավելի։ Հետո երբ որ այդ տարիքին ես գալի, արդեն քո հայկականությունը, քո հիմքը դրված է, քո դպրոցը դրված է։ Էդի փոխելը կամ փոխվելը մի քիչ արդեն չի լինում, որտեղ հիմքը դրված, այո, հիմքը դրված։ Ես չեմ ասում, իհարկե, այստեղ ես օրինակ նկատում եմ եւ դա շատ գովելի է, որովհետեւ մեր հայկականը պահում են, դրանում ոչ մի կասկած չկա։ Բայց դե իհարկե ես լավ ընկեր ունեմ, գնացել են դե առաջի անգամ երեխաները, դե դպրոցական երեխաներ, առաջի անգամ գնացել են Հայաստան, երեխեքը չէին ուզում գան, որովհետեւ իրանց համար ոնց կա դուրս գալ Բաքում խաղալ օրինակ, չէ՞, հանգիստ խաղալ կամ գիշերը հա, որը չկա, հա, այդ շատ իհարկե ունի նշանակություն, որը շատ մեծ նշանակություն։ Ապահովությունը, ամեն ինչ։ Հա։ Եվ իհարկե, այո, այնպես որ չնայած իհարկե դա որոշակի առումով դե նայած ու մոտ ոնց իհարկե համենայն դեպս, բայց իրոք այստեղ շատ դրված է հայկականը, դա շատ գովելի է, բայց այնուամենայնիվ այդ համնհոտը բակային, թաղային, հայկական այդ համնհոտը անցկացնելը ավելի լավ է։ Առավել ևս մեր այդ սովետական Հայաստանի մանկությունն էլի։ Այն ժամանակ բոլորովին ուրիշ էր։ Հիմա ստեղ էլ տարբերությունը այն է, որ ասենք դու ստիպված ես ստեղի, ասենք օրենքներին, ձևին վարժվելու, ասենք համընկնելու, որ կարողանաս գոյատևես, թե չէ ասենք
Դե հա, բայց դժվար գիտես ոնց, կլինի։ ես համամիտ եմ, բայց հիմա նույնն էլ մեզ մոտ անտեղի է Հայաստանում, գիտես, դե ամեն ինչը փոխվեց։ Տվյալ պարագայում մեր բակային խաղերը դե հիմա արի երեխեքին բացատրի, որ մենք 7 քար ենք խաղացել կամ չգիտեմ ինչ։ Հավալա ենք խաղացել։ Երեխեքս ինչ հավալա, մի հատ կտա ինտերնետում գուգլում մքսի մանգալ։ Բանգա փլավ ենք խաղացել։ Հասկանում ես, որը հա, հիմա դե ինտերնետը, այսինքն այդ համակարգիչը Հիմա բոլոր տեխնիկայի վրա այն ժամանակ փաստորեն ինչ էին ծնողները չէին կարողանում երեխեքին տնից դրսից տուն բերել բակից, հիմա ասում են դու կլինի դուրս եկեք մենք մանար, շատ լավ։ Հարկ ջան, հիմա մի քիչ անդրադառնանք արդեն երկարվեստին, դե արդեն փաստորեն եկար այստեղ ուսումնասիրություններ համարյա 50 տարի բեմում։ 50 տարի, իդեպ մենք խոսենք, նո մի քանի տարի եմ մնում, 2 տարի, չէ՞ կարծեմ։ 2 տարի եմ։ Խոսենք, գուցե սպասվում է ինչ-որ մի բան պետք է սպասվի։ Հնարավոր է, որոշ շատ չի, բայց կարծում եմ պետք է։ Ոնց էր մի քիչ կպատմես, որովհետև այդ սովետական ժամանակ, դա որ թիվներ որ տեղափոխ 79-ը, երբ են լավ Բրեժնևյան տարիներն էին սովետական միությունում, զաստոյ, հա, պերիոդ զաստոյը, բայց ամեն շատ լավ էր իրականում, ու շատ դժվար էր տեղափոխվել այստեղ, այսինքն ոնց դա ստացվեց տեղափոխումը եւ ոնց այստեղ սկսեցիր, որովհետեւ դենվաղ երիտասարդեր, բայց արդեն այդ երգիչներ կային ճանաչված, հա, այսինքն ոնց ինտեգրվեց, ոնց եղավ այդ ամենը։ Դե որ եկանք, ես այդտեղ էլի երաժշտական ուսումս շարունակեցի, մոտ երևի 5 տարի, 3-4 ամիս այտենց ավելի դասական երաժշտություն էի սովորում, բայց որ հայ էի, այն ժամանակ մի քիչ խտրությունը շատ էր, ասենք տարբեր ազգերի, իրանք սիրում էին, որ իրանց մարդկանց առաջ տանեին։ Հա, այդպես բան կար։ Միշտ պատեր էին դնում դիմաց, ես էլ որոշեցի, որ մնալու եմ մենակ հայկական, որտեվ համեն էի անում, նախ խանգարում էին իրար, որ երկուսը իրար հետ էի անում, որտեվ ինի տարբեր վոկալային Այսինքն տարբեր նկատի ունես այլ լեզու թե չէ դիրքը վոկալի դիրքը տարբեր է կոկորթային դիրքը տարբեր է դասականինը այս մեր հայկականի հետ դրա համար որոշեցի որ մնանք մենակ հայկական երգերի վրա ավելի կարողանանք զարգացնենք որտեղ Սփյուռքում քիչ էին այն ժամանակ երգիչները քիչ կային նենց չէր որ չկար ասենք երևի մի 20 հատ 22 հատ երգիչ կար, դա քիչ էր։ Հա։ Հետո հետաքրքիր էր, արվեստանոց ունեինք Հոլիվուդում, այսինքն բոլոր նկարիչներ, քանդակագործներ, երեկոները հավաքվում էինք իրար գլուխ, ասենք մեկը արտասանում էր, մեկը երգում էր, մեկը նկարեր նոր գնում էինք։ Շատ հետաքրքիր մթնոլորտ էր այդ տարիներին, բայց չկարողացանք պահենք այդ ամեն ինչը, որովհետև ասենք օգնողներ չկային ֆինանսապես, որ այդ ամեն ինչը պահվի, էլի, հասկացար ոնց։ Բայց այտենց հետո ուրեմն միտեղ երգում էինք խնջույքեր, մեր Անդրանիկ Մուրադյանը, մեկ է Հարութը Փամբողջյանը ներկա էին այնտեղ։ Ու հետաքրքիր էր, որ բանը երկելուց վերջանալուց հետո ասեցին համերգ ենք դնելու։ Հարութը ասեց համերգ ունեմ, 81 թիվն էր։ 81 թիվ։ Ասես կերկես համերգին, մի 2-3 հատ երգ։ Ասեցի չեմ, ոչ չեմ երգի։ Ես էլ ասենք նոր եմ սկսել, բանը, տենց ու տենց առաջի անգամ համերգ իր հետ դուրս եկա։ Ահա, 81 թվականին։ Այն ժամանակ Hollywood High School այդտեղ էի սովորում։ Hollywood տարի առաջ, այո, Hollywood High School էի սովորում այն ժամանակ, ուրեմն այդ համերգն էլ հենց Hollywood High School-ի սրահի մեջ էր։ Դե հաջորդ օրվանից արդեն այդ ոնց որ բոլոր այդ 1500 հատ հայ աշակերտ կար այն ժամանակ։ Արդեն ոնց որ բոլորը արդեն հավաքվում էին ու տեղից ոնց որ ավելի ճիշտ է այն ժամանակ շատ դժվար էր առաջ գնալը, քանի որ social media չկար։ Այո, դա չկար, ասենք վիդեո կլիպներ չկային այն ժամանակ։ Մենք մի հատ պլետկա կասետ էր, այդ կասետը պետք է այս երկրից այն երկիր էթար, որ քեզ լսեին, ճանաչեին, ասենք այսօր մի քիչ ավելի հեշտ է։ Կարծում եմ ճանաչվելը, որտեվ social media կա։ Բայց մեր ժամանակ մի քիչ տարբեր էր, պետք է մարդիկ քեզ լսեին, որ Դե ժամանակ ես հիշում եմ, հա, դե մենք ինչ են
թեյփերից, հա, կասետներից այդպես էինք լսում մենակ, այսինքն իմանում ենք եւ այլ, բայց դա փաստորեն եղավ մուտքը 81 թվից, փաստորեն այդ համերգից Ես 79 թվից սկսել եմ երգելու, 79-ի օգոստոսից, որտեղ մենք հունվարին ենք եկել 79-ի, բայց ասենք այտենց համերգային չէ, ավելի խնջույքների բանի, այտենց առաջի խումբը Սևան Մասիս էր անունը, Փասադենայի տղաներ էին։ Երաժիշտներ էին, բայց ոչ, ասենք շատ, դեն ժամանակ շատ քիչ էր։ Այդ ժամանակ շատ չէին, չէ, ընդհանուր։ Հետո 80 թվականների վերջին նոր խումբ կազմեցի, որը Ուրարտու նվագախումբ էր, արդեն լավ երաժիշտներ էին, ու դրանց հետ միասին մոտ 37 տարի նույն խմբով երկար տարիներ ամբողջ աշխարհը պատտվեցինք։ Հիմա կա այդ խումբը արդեն։ Էլ չեն նվագում տղաները։ 37 տարի փաստորեն այդ խմբով շրջագայել եք։ Մի ամբողջ կյանք։ Լավ, իսկ բայց այն ժամանակ այնուամենայնիվ մի հատ կարող ես ասել որպես երաժիշտ, հա, ինչու օրինակ այս տիպի մեր հայկական երաժշտությունը փոխվեց գնալով։ Այսինքն ինչն էր պատճառը, ժամանակները, թե ավելի այսպես գործիքավորումը, թե տեխնիկան այսպես շատացավ, որովհետև ես դե գաղտնիք չեմ միշտ դա ասում եմ, թե մեր հաղորդումների ընթացքում եմ հին մարդ եմ, իշտում եմ հինը։ Եվ միևնույն է չեմ ընկալում այդ նորերը, որովհետև տես, բայց գիտես ինչն է հետաքրքիր, անգամ հիմա նոր խմբեր եւ այլ, իրանք երգում են այդ հին երգերը, մեկային երգերը, իհարկե գործիքավորում, հետաքրքիր, լավ, բան չունեմ ասելու, բայց էլ այդ հինն է ստեղծվում։ Այսինքն ինչու պետք չէ կարելի այդ հինը պահել, որ չկորցնել, էլի, հիմա նորից այդ, որտեղ մենք նորը չենք ստեղծում, այդպես է ստացվում, հա։ Ես ասեմ, նոր երգեր ստեղծվում են, բայց լավ երգեր քիչ են ստեղծվում։ Այսօր ավելի մասսայական երաժշտությունն է ճանաչում, որտեվ իմ տեսնելով, ասենք ժողովուրդը ավելի շատ խնջույքներին է օգտագործում, սիրում է պարի, սիրում է լսելու երաժշտությունը, ավելի պետք է հանդարտ լինես, տունը մենակատ լինես կամ ասենք գնես երաժշտություն լսես, բայց Եվ որ խնջույքների ես գնում, մարդիկ սիրում են, որ այդ տեսակ երաժշտություն ունի։ Ու երգերի մեծ մասը ոնց որ եւ որ կրկնողություն արել բառերի կրկնողություն, նույն բառը մի քանի անգամ ես կրկնում, ոնց որ ավելի տպավորիչ է դառնում մարդկանց մոտ, որտեղ այդ նույն բառը իրանք կրկնում են հետը։ Դե ախր տես։ Բայց այսօր ասեմ, ամբողջ աշխարհն է մասսայական երաժշտության վրա։ Մասսայական երաժշտության վրա։ Այսինքն դա ամբողջ աշխարհի խնդիր է դուրս։ Դե ահա, դուրս է գալի, որ ամբողջ աշխարհն է, մենակ մենք չենք այտենց։ Չէ, որովհետև տես, մենք այն ժամանակ, հա, այդ 80-ականներին եւ այլ այն տարիներին, դե կար, գիտես, մեր հայկական էստրադան կար եւ բոլորս հա այդ դրսից Փյուրքից լսում ենք այդ կասետներով, հա, Հարութներ, Փոլ, Քես եւ այլ։ Մի խոսքով լսում ենք մարդկանց եւ կար տարանջատում, հա, այսինքն նայել են մարդիկ լսում են, նայել իր այսպես գիծուներ։ Եվ այս գիծուներ խնջույքներին, դե բնականաբար խնջույքներին այդ ամենն ենք լսում։ Բայց հիմա ժամանակ եկավ, թե երևի ինչի հետ էր կապված, որ փաստորեն այն մարդիկ, ովքեր էստրադային երգեր են երգում, իրենք էլ սկսեցին ավելի դեպի մասսայական գալ, այդ քո ասածներ։ Երևի չգիտեմ, կախված էր գուցե ֆինանսային հարցերի։ Ֆինանսայինն է գլխավորը, եթե օրինակ հիմա մի քիչ առաջ մենք խոսում էինք, դες ասեցի, ասենք եթե դու ուրիշ մի մասնագիտություն չես ընտրել, չունես, եթե քո ընտանիքը դրանով է սպահում, ուրեմն ինչ որ միտեղ պիտի ասենք մենակը չես կարա քո ուզածը մենակ անես։ Ինչ որ միտեղ պետք է ամեն անես, որ կարողանաս ընտանիք պահես։ Այս գլխավորը կարծում եմ ֆինանսականն է։ Ֆինանսականն է։ Դե ամենայն դեպս, բայց այսօր համաձայնես, որ այսօր պրակտիկապես դե հասկանալի է, որ շատ է սոցիալ մեդիա ամեն ինչը կա եւ այլ, բայց դե շատ են երգում, շատ է, երգը շատ է, կարող է դա պետք չի այնուամենայնիվ։ Ես չգիտեմ, եթե տաղանդ կա իհարկե, բայց այսքան շատ էլ մի քիչ շատ չի ըստ քեզ։ Ես օրինակ ով կարողանում է երգի, ասենք կենդանի երգի ու իսկապես տվյալներ ունի, կարծում եմ
կարա երկի։ Կարա երկի։ Ոչ մի խնդրեմ չկա, բայց այսօր տեխնիկան բոլորին է այդ առավելությունը տալի, ասենք կարևոր չի որ դու շատ լավ երգես, ասենք նոտաները ճիշտ լինի, որտեղ այսօր տեխնիկան կարողանում է այդ բոլորը Հա, ինքը դերի իր տեղը հանգիստ շտկի էլի այդ բանով։ Ես համիտ եմ քեզ հետ, ընդամենը 3 այսպես մեքենայում լսում եմ YouTube-ի, խոսքով երաժշտություն եմ լսում, եւ լսում եմ Երևանի սիրուն աղջիկը ջազային այսպես սարք, շատ լավ էր, հետաքրքիր եւ ես չի իմանում, որ դա տարեստականի սարքած բան ախրվում։ Բայց դա էլ է երևի, դա էլ արդեն երրորդ այսպես գալիս է երրորդը, որը էլ ավելի երևի վատա, չէ, ինձ թվում է։ Որովհետև տես, եթե դուք, այսինքն երգում եք, հետո եկան այս երգիչները, այսինքն հիմա ընդհանրապես այդ երգիչները այս արհեստական այդ AI-ը, այսինքն ինքը ընդհանրապես փակում է այդ ամենը։ Դե AI-ը մենակ երգի երաժշտության մեջ չէ, բոլոր բնագավառներում վնաս է տալու AI-ը, իհարկե վնաս է տալու, բայց հետաքրքիր է AI-ը աշխատացնելն էլ կարևոր է, ասենք ամեն մարդ չի կարող ամեն մարդ սարքի, որտեղ դու պետք է թելադրես AI-ին դու ինչ ես ուզում, որ ինքը դրա հիման վրա մի բան սարքի։ Հիմա երևի մասնագետները կլինեն որ ես սարքեմ AI-ի վրա երգը, անդուր մի բան էլի։ Այսինքն այն ժամանակ գործիքավորող կար, սուպ այս գործիքավորող, այս տանկ էս գործիքավորողի մոտ, հիմա բացն է դուրի էս։ Հիմա AI-ը կա, բայց եթե երաժշտես իմանում ես որ AI-ը թե իմանում ես, հա։ Դե ես իհարկե ունեմ երաժշտական կրթություն, բայց դա էլ լավ չի, որովհետև հիմա տես, փաստորեն մենք այն սովետական կամ սովետը 90-ականներին ֆիլմեր ենք դիտում օ առանց մեքենա առանց վարորդի, այսօր մեր ստեղ են մեքենա առանց վարորդի, փաստորեն այդ վարորդն էլ հիմա զրկվում է այդ աշխատանքից, որ դրա համար եմ ասում, ամեն բնակավարում այդ AI-ը վնաս է հասցնելու։ Ես իհարկե լավ է, բայց ժողովուրդը ինչով են ապրելու, դա հայտնի չի։ Այսինքն երևի այնուամենայնիվ բնականը մի քիչ ավելի ճիշտ է։ Մենք սիրում ենք, չէ՞, խանութներում որ գնում եք, մենք օրգանիկ պետք է լինի։ Դե բա օրգանիկ արեք այդ երաժշտությունը, ոչ թե AI-ով։ Շատ լավ։ Հիմա մենք սովոր ենք, մենք այն ժամանակվա մարդիկ ենք։ Հա, դե դրա համար էս երիտասարդներն էլ իրանք ասում են, չէ, լավն է, AI-ը սենց է։ Դե որտեվ իրանք չեն տեսել երևի, հասկանալի է, չեն տեսել։ Լավ, Հարություն ջան, մենք իհարկե խոսենք քիչ ուշ հեռանկարների մասին, նոր նախագծերի գուցե նաև մի քիչ կշոշափենք, հա, ես ուզում եմ անպայման որպեսզի մենք խոսենք 50-ան, որտեղ կարծում եմ անպայման պետք է 50 տարին բեմում բոլոր երկրպագուները բազմաթիվ անպայման իհարկե վայելեն, քիչ ուշ։ Հիմա մեր հաղորդման երկրորդ էջին ասենք, որը մի քիչ ավելի այսպես հումորային զվարճալի է, հա։ Միասին փորձելու ենք դու նաև ոչ միայն երգիչ, հեղինակ, կատարող, այսինքն դու ինքդ ես գրում քո երգերը։ Երգեր ունեմ ես եմ գրում, երգեր կա, որ ասենք ուրիշը իմ համար գրում է։ Դե ամենայն դեպս բառերն է, թե միայն երաժշտությունը։ Երգեր ունեմ, բառերն էլ են։ Անկամ բառեր։ Դե սա մի քիչ հեշտ կլինի քեզ, որովհետև մենք տվյալ պարագայում իհարկե միայն բառերին ենք նայում։ Նայում են առումով, որ փորձում ենք շարունակությունը բառերի ճիշտ գուշակել։ Երաժշտությունը երգիչը դա ոչ մի կապ չունես պարագայում։ Պատրաստ ենք։ Պատրաստ ենք։ Շատ լավ։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, Հարութ Հակոբյանն հետ հենց հիմա միասին արդեն անցնենք մեր հաղորդման երկրորդ էջին եւ միասին փորձենք գուշակել երգի բառերը, դուք իհարկե նույնպես շատ ակտիվ մասնակցում եք, ես դա գիտեմ, իհարկե մեկ-մեկ բողոքում եք, որ ես մեր հյուրերին օգնում եմ, չեմ օգնում։ Օգնի։ Բա մեր ընկերներն են, բա հայկական մթնոլորտ, հայկական միջավ, օր զգա ձեր տուն, բա մի հատ չօգնեք, չէ՞, տեն չի լինում, չէ՞, մեզ մոտ, բայց էլ մեզ հայկական երեկո է, նույնպես պետք է օգնենք, բայց քիչ կօգնեմ։ Խնդրեմ առաջին երգի հատվածը միասին լսենք։ Դե արի սիրուն աղջիկ, արի որ կարելի էր այստեղ երկը եզրափակվել ու վրտներ, բայց կա շարունակություն։ Ախ Երանի քեզ համբուրեմ իմնես լինելու, դե արի սիրուն աղջիկ, արի որ ամուսնանանք, առաջին տարբերակը։ Դե արի սիրուն աղջիկ, արի որ ծանոթանանք,
երկրորդ տարբերակը։ Դե արի սիրուն աղջիկ, արի որ հարստանանք։ Եվ չորրորդ տարբերակը դե արի սիրուն աղջիկ, արի որ չասեն եկավ առանց ոչ մի բան հետ գնաց։ Կարծում եմ երկրորդ տարբերակն Ծանոթանանք։ ծանոթանանք։ Այստեղ կա ամուսնանանք, ծանոթանանք, հարստանալ չէ։ Որտեվ հիմա կա երիտասարդներ հարստանանք։ Հա, ասեմ հարստանալ։ Չէ, ես օրինակ դե մեր ժամանակ կարողա ծանոթանանք, ամուսնանանք, հիմա արի սիրուն աղջիկ, արի որ մի հատ հարստանանք, թե ինչ հարստանանք է, ինչ նկատ ունեն, մենք չգիտենք, բայց ես իհարկե դու պետք է անտես Ես երկրորդ տարբերակն եմ, ծանոթանանք։ Ոչ թե ամուսնանանք։ Չէ։ Բայց կան պետք է ծանոթանալ։ Հետո նոր ամուսնանացն է, չի որ ծանոթացել։ Չէ, բայց նայ շատ-շատերը ամուսնանում են, հետո են ծանոթանում։ Հա։ Չէ։ Ես հələ չեմ հանդիպել։ Այդ ամուսնանալ ծանոթանալ է, բայց դե ավելի հին ժամանակներում էր, որ չէին ճանաչում, չէ՞, այսպես ծնողները ամուսնացնում են երեխան, իրենք չեն ճանաչում իրար, նո որոշակի առողջն։ Ես մեր ազգականներից կան, որ նկարով են ամուսնացել։ Հաշես նկարը դուրս եկա ոնց, այսինքն նկարը տեսա։ Նկարը ուղարկել են, ասել են այս աղջիկը լավն է, ասել է հա, հետո դրանց ասել են դե հենց բանակից եկա փսակում են, եկել է ու փսակվել է։ Բայց այդ աղջիկը Աղջիկն էլ է ասել։ Աղջիկն էլ ասել հավանել։ Այսինքն նկարով։ Նկարով, ոչ իմացել են ինչ բնավորության տերը կամ ասենք Բայց զարմանալին է նա, որ իրենց ամուսնությունը ամենալավագույններից մեկն է եկել։ Հա դա լավ, ես էլ եմ ասում, ինքը որոշակի առումով մարդիկ կարող է, հա, այսպես տարիներով մանկան իրար հետ ընկերություն անեն, ամուսնանան եւ այլն, հա, հետո բաժանեն։ Դե սովորաբար ասում են առաջի 7 տարին է, եթե 7 տարին դիմացար, հետո չես բաժանվի, բայց ամենայն դեպս ծանոթանանք։ Դե արի սիրուն աղջիկ, արի որ ծանոթանանք, այս տարբերակը ընտրեց Հարութը, լսենք ճիշտ տարբերակը դա թե ոչ եւ անցնենք արդեն երկրորդ երգի հատվածին, խնդրեմ։ Արի որ ծանոթանանք, այո, դե վարպետները մնում են վարպետներ վերջապես։ 1-0 Հարութ ջան, հաղթում ենք 1-0, բայց դեռ երկի տարբերակներ ունենք։ 1-0 սիրելի հեռուստադիտողներ, կարծում եմ դուք նույնպես հուսով եմ իհարկե ճիշտ գուշակեցիք եւ հիմա խնդրեմ երկրորդ երկի տարբերակը միասին լսենք։ Այս սկիզբը չգիտեմ ինչ էր ասում, լավ չլսում, անքուն աչքով Յարջան, հիմա։ Անքուն աչքով Յարջան, քեզ իմ տուն եմ բերել։ Անքուն աչքով Յարջան, քեզ ինձ հարս եմ տարել։ Անքուն աչքով Յարջան, քեզ փոլիս եմ տարել։ Եվ անքուն աչքով Յարջան, քեզ Facebook եմ դրել։ Այս տարբերակը շատ ակտուալ է, անքուն աչքով Facebook-է դրել, տեղադրել չէ, դրել։ Առաջի երկուսը ոնց է կներես։ Ոչ, քեզ իմ տուն եմ բերել, քեզ իմ հարս եմ տարել։ Իսկ բանը փոլիսը Facebook-ը չենք շոշափում։ Facebook-ը շատ ակտուալ է, որովհետև անքուն աչքով դնել Facebook-ում, հետո գիտես ինչ խնդիրներ ա ունենում, հետո ասում են ոնց եղավ, ինչ եղավ։ Ես ձեզ հետ սիրելի հեռուստատիտողները զրուցում եմ, ինչը վարորդը մտածում։ Ես կարծում եմ տուն եմ տարել։ Դու ոնց որ այս երկուսի մեջ ես, քեզ իմ տուն եմ բերել, քեզ ինձ հարս եմ տարել։ Տուն եմ բերել։ Նայ, անքուն աչքով Յարջան, քեզ իմ տուն եմ բերել, բայց ոնց է տուն բերել անքուն աչքով, այսինքն Փախցրել է։ Փախցրել է։ Դե բա քեզ իմ հարս եմ տարել, ավելի այդ պարագայում ավելի փախցնելը ճիշտ է լինում։ Ես իհարկե չեմ հարս եմ տարել մի քիչ արտասանության մեջ ճիշտ չի հնչում։ Դա արդեն վարպետորեն, արդեն մասնագիտորեն ես սուսեմ, չգիտեմ ճիշտ տարբերակ։ Դրա համար Ես հիմա ընտրում եմ քեզ իմ տուն եմ բերել։ Անքուն աչքով Յարջան, քեզ իմ տուն եմ բերել։ Այս տարբերակը ընտրեց Հարութը, լսենք դա ճիշտ է թե ոչ եւ անցնենք երրորդ երգի հատվածին, խնդրեմ։
Դե Աջան արդեն հաղթել ես։ Արդեն 2-0 հաղթել ես, պարզապես տեսնենք երրորդ տարբերակը ոնց կլինի 3-0 թե 2-1, բայց ասում եմ բրավո, որովհետև այսպես մասնագիտորեն շատ ճիշտ գուշակեց վարպետը։ Խնդրեմ երրորդ երգի հատվածը միասին լսենք։ Ոնց հեռանամ, ոնց մոռանամ, այստեղ մի քիչ դժվար է։ Ոնց հեռանամ, ոնց մոռանամ Անահիտ, ոնց հեռանամ, ոնց մոռանամ Լուիզա, ոնց մոռանամ, ոնց հեռանամ Լեաննա եւ ոնց հեռանամ, ոնց մոռանամ Մարինա։ Այստեղ մի քիչ երևի պետք է արդեն գուշակելու վրա, որովհետև կոնկրետում նվիրված այս երգը մենք չգիտենք, կարող է լինի եւ Անահիտին, եւ Լուիզան, եւ Լեաննան, եւ Մարինային։ Իդեպ բոլորը գեղեցիկ անուններ են, մենք այս պահին թույլ տվեք արդից օգտվել եւ ողջունեմ բոլորին, ովքեր Անահիտներ են, Լուիզաներ, Լեաննաներ եւ Մարինաներ։ Դեսի գիրուշ են գցելու։ Հա, դե էս մի քիչ էս Անահիտ եմ մտնում ես։ Անահիտ, ինչու։ Անահիտը ավելի լավ է բանկերի մեջ մտնում երաշտական ու։ Բայց այստեղ այդքան վանքային բան չի։ Այնո, գիտեմ չկա, բայց Անահիտ։ Հա, լավ։ Ամենպես հաղթել ես։ Դրա համար էս երրորդ տարբերակ ինքը ուղակի ձեռի հետ այսպես ոնց հեռանամ, ոնց մոռանամ Անահիտ այս տարբերակը ընտրեց Հարութը, լսենք ճիշտ տարբերակը եւ անցնենք առաջ։ Մարինա։ Աջան, բրավո, 2-1։ Հիմա մինչ մեր հաղորդման ավարտին ես խնդրում եմ մի քիչ արի զրուցենք, ասենք, այ ինչ նախագծեր կան, որոշակի առումով անպայման իհարկե մեծ ցանկություն է, որ իհարկե նախապատրաստական աշխատանքներ պետքա տարվի 2 տարի, բայց անպայման իհարկե 50 տարի բեմում կարծում եմ կլինի, բայց մինչ այդ ինչ նոր գուցե երգեր կամ այս պահին հենց երգերի վրա եմ աշխատում նոր 4 հատ երգ է, բայց բոլոր 4-ն էլ միանգամից դուրս չի գալու։ Ես այս տարվա մեջ 2 հատ դուրս կգա։ Մի հատ արդեն վերջացրել ենք վիդեոկլիպի վրա ենք ուզում աշխատել։ Մյուսն էլ այս 5 շաբթի գնալու եմ, որ նորից աշխատանքներ տանենք։ Հիմա դրանով զբաղված ենք։ Այդ 4 երգը ագի ժամանակ դե իհարկե։ Դե ամենայն դեպս սիրով սպասում ենք իհարկե եւ անպայման ես կարծում եմ դեռ իհարկե խոսենք, կզրուցենք, բայց կարծում եմ այդ նոր երգերը նաեւ կգտնեն տեղ 50 տարի բեմում, որովհետեւ Հարութ ջանի երգերը շատ են, սիրված երգեր են եւ հանդիսատեսը քո երկրպագուները սպասում են։ Որովհետեւ առասրակ այդ 50-ականների, 60-ականների, 70-ականների, 80-ականների իհարկե երգերը, երգիչները առանձնահատուկ մեզ համար իհարկե տեղ ունեն, նրանք արդեն լեգենդներ են եւ մենք պետք է իհարկե ինչու ոչ երիտասարդները նաեւ թող սովորեն մի քիչ։ Դա պետք է որ սովորեն։ Շնորհակալ եմ Արմեն ջան։ Հա, Աջան, եւ մինչ արդեն մեր հաղորդման ավարտին միշտ մեր հյուրերին իհարկե փոքրիկ մի խնդրանք տվյալ պարագայում քեզ իհարկե ոնց կարող ենք թողնել առանց մի հրաշալի երգերից։ Երգերը իհարկե բազմաշատ են, սիրված են, բայց մի ուրախ երգով, որը կոչվում է Յարո ջան երգը։ Սիրով, դեմ չես։ Սիրով դեմ չես։ Այո, եւ մենք այսօր դու պատրաստում։ Չէ, մենք կլսենք, մեր հերթադոները կպարեն։ Այո, մենք այսօր տեսակ երգեր լսեցինք, խաղ անցկացրեցինք սիրո մասին, իհարկե սեր Յարո ջան, բոլոր իհարկե սիրո զգացումը, սերը առհասարակ իհարկե
հաղթում է ամեն ինչ։ Հարություն ջան, մինչ դու պատրաստվես, ես սիրելի հեռուստադիտողներ եւս մեկ անգամ ուզում եմ նշել, շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին եւ շնորհակալություն հայտնել աջակցության համար Armenian Evening նախագծի ովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը, որ օգնում է այն մարդկանց, ովքեր ունեն վնասակար սովորություններ, օգնում վերադարձնում է լիարժեք կյանքի, եթե կա ձեր մոտ խնդիր ձեր շրջապատում կան մարդիկ, ովքեր ունեն նման խնդիր, մի հապաղեք դիմեք 911 Detox Center, հեռախոսահամարն է 409 9000 Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, որը ձեզ առաջարկում է հարմարավետ համարներ, լիարժեք հանգիստ, լողավազաններ տաք հանքային ջրով եւ այն ամեն ինչ հարկավոր է լիարժեք հանգիստ անցկացնելու համար։ Այնպես որ մտածելու կարիք չկա, եթե ունեք հանգստյան օրեր, զանգարեք, ամրագրեք ձեր տեղերը եւ լիարժեք հանգիստ անցկացրեք։ Հեռախոսահամարն է 760 329 6033։ Շնորհակալություն մեր գործընկերներին եւ Հարություն պատրաստ ենք։ Պատրաստ ենք։ Սիրելի հեռուստադիտողներ, հենց այս պայն MJ հեռուստաընկերության եթերում հատուկ ձեզ համար սիրված երգիչ Հարութ Հակոբյան, Յարո ջան, եկեք միասին ուրախանանք եւ վայելենք։ Չիմպյանքում տեսած չկամ Յարո ջան, քեզ նման լույս արևին ասուտված պարգևի Ող չիմպյանքում տեսած չկամ Յարո ջան, սիրտս արիր պատար իմ աչքի լույս ու հոգատար Իմ սիրասուն իմ մեծատար Յար Սիրտս արիր պատար իմ աչքի լույս ու հոգատար Իմ սիրասուն իմ մեծատար Յար Քեզ ու գիրկս առնեմ Յարո ջան, սիրտս արիր պատար իմ աչքի լույս ու հոգատար Իմ սիրասուն իմ մեծատար Յար Սիրտս արիր պատար իմ աչքի լույս ու հոգատար Իմ սիրասուն իմ մեծատար Յար Սիրտս արիր պատար իմ աչքի լույս ու հոգատար Իմ սիրասուն իմ մեծատար Յար Սիրտս արիր պատար իմ աչքի լույս ու հոգատար Իմ սիրասուն իմ մեծատար Յար Իմ սիրասուն իմ մեծատար Յար
Բրավո, շնորհակալություն Հարութ ջան, շնորհակալ եմ անչափ բարձր տրամադրություն։ Այո, Վարդան ջան։ Այսպես սիրելի հեռուստադիտողներ, սիրեք միմյանց, իրոք հրաշալի շնորհակալ ենք Հարութ ջան, մեր այսօրվա երեկոյի հայկական Փոխադարձ, Վարդան երեկոյի։ ջան, ինձ համար այնքան հաճելի էր, որ սենց ամիջական, ընկերական, Այսպես առանց մտածելու, խոսալ հաճելի է այս, շատ հաճելի։ Շնորհակալ եմ Հարութ ջան եւ իհարկե արի պայմանավորվենք, որ մենք իհարկե անպայման առիթ ունենալու ենք հանդիպելու կրկին նոր երգերի, նոր պրեմիերաների, նոր համերգների շուրջ։ Շնորհակալ եմ Մեծ սիրով, Արմեն ջան, մեծ սիրով։ Սիրելի հեռուստադիտողներ, իսկ մենք արդեն կհանդիպենք իհարկե հաջորդ 5 շաբթի ժամը 22:30, ժամը տեղը անփոփոխ է։ AMJ հեռուստակերություն, առողջ եղեք։ Նախագծի հովանավոր 911 Detox Center։ Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa։ Lido Palms Resort and Spa առողջարան։ Հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում, Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք, ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։